Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է համալրվի բացառապես ստրատեգիա հասկացող, կրթություն ստացած եւ գողության մեջ որևէ պարագայով չմեղադրված սպայակազմով եւ նրանց աշխատավարձները պիտի լինեն պատշաճ գլխավոր շտաբի մասին է խոսքը, որի ֆունկցիան հայտնի բան կա, եւ ընդ որում հիմա ասում են, որ արդեն վերապատրաստման Ռուսաստաններ եթե սա եղավ բանակի գլխավոր զինված պաշտպանության նախարարությունն ենք, ուրեմն մեր գործը հաջող լինի եւ սա շատ շտաբ պիտի լինի, ընդ որում դա բացառապես եւ կրթությունը որտեղ պետք է ստանա, մաքրվի ռուսական շպիոններից, հայ կամ ռուս, եթե ես կարծեմ ԱՊՀ-ի ժամանակ այստեղ ռուս գեներալն էր նստել Սերժի ժամանակ եւ թելադրել, լավ չգիտեմ, Քոչարյան Ռոբերտի, այսինքն մենք գլխավոր շտաբ չենք ունեցել, ռուսը նստել է, կառավարել է, հիմա խոսքը դա չի կարող լինել, սա բացառված է, բայց մեր արտաքին հետախուզության խնդիրն է բացահայտել հայ կամ ռուս կամ օտար, չգիտեմ, ներթափանցած ռուսական շպիոններից գլխավոր շտաբում գոնե եւ գլխավոր շտաբը հաջորդի աշխարհում եք եմ ասում երկրի պաշտպանության պատասխանատուն առաջի եւ վերջինը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբն է եւ մնացածը այսպես ուզում եմ ասել, որ սրանք էլ թաքնվում են քաղաքական իշխանության թիկունքում, ուրեմն վարչապետ ճարել են, ինչպես լինում է, ուրեմն ամեն ինչը տեղավորում են, իրենք շարունակում են ճարպակալել ու բան։ Նաեւ այս գեներալներն, ովքեր հարցազրույցներ են տալիս բան, այդ Մոսկվա բանն ասում, պետք է չէ ներսում եղած, պետք է արգելել սրանց հարցազրույցներ տալը, որոնք Արցախի մեր ժողովրդի եւ մեր պետության ողբերգության մասնակիցներն են։ Սրանց պիտի արգելվի բաներ տալ։ Խեղաթյուրում են, խաբում են, հաստատում են իրենց գողանալու իրավունքը հետին թվով եւ Ռուսաստանի արդարացման գործ են անում։ Ուրեմն սա եւ նաեւ այսպես կա։ Եթե բանակում էլ կան գեներալներ, ես ենթադրում եմ այս առիթով, եթե Ռուսաստանի թոշակ են ստանում նույն օրը պաշտոնաթող պիտի անեն, ռուսական թոշակը կաշառք է, եւ ընդհանրապես թոշակը կաշառք է, այդ բարձր չինովների մասին է խոսքը, դա լինի նաեւ ֆրանսիական, դա լինի իտալական, չգիտեմ, բայց ռուսական հարաբերություններին, ուրեմն այսպեսի բաներ ինչ եմ ուզում ասել, իրենք վերազինվում են եւ այդ ռեժիմը կարող է ոչ միայն ասել քրդական ինչ-որ տեսքով աշիրապետությունն է, որպես ռեժիմ, այլ միլիտարիստական է, աշխարհում ամենաարագ զինվող պետություններից մեկն է, որը ինքնորոշման իրավունքը ոչնչացնելու ուրեմն այս անտեսելով այս փաստը իրեն անընդհատ ներկայացնում է տարածքային ամբողջականության ջատակով, երբ որ Ադրբեջանի կազմավորման շրջանում ոչ Արցախը մեջ է եղել, ոչ ադրբեջանցի ժողովուրդ եւ ոչ էլ ադրբեջանի ժողովուրդ։ Սա էլ իշխանության վրա չկսեն, այդ չէ բանը։ Ես կարծում եմ իշխանության քաղաքական կուրսը ճիշտ է, ինչ որ ինչ է խոսում են նորմալ է, բայց սա իշխանության հարցն է, մնացածի ու հարցը ուրիշ է եւ այլն, էլի։ Այդ Մոսկվայի բլեֆն է։ Ես առաջարկեցի ինչ որ նայեցեք, Մոսկվան է ասում Ադրբեջանը եւ Ղարաբաղյան կլան իր գեներալները սխալ է, ինչի համար եմ ասում, որովհետեւ սրանք Լավրովի պլան են ռեալիզացնում, բայց կարծեմ Բայրամով ուրիշ բաներ ասել, որ ռուսները, որ ռևանշիստներ շրջանցում են տեղահանության պարագայով այս ուրեմն տեղեկացված են եղել Ռուսները ճշգրիտ է, ոչ միայն ռուսներն են տեղյակ եղել, այլ այս բոլորը ռուսական նախագծով է եղել, Լավրովի պլանով։ Այս հիմա ռսակոծերը մեռնում են, որ ասում ես, ձեն չեն անում, խոսում են խոզիկերից, բանից հատ ամեն ինչից, որովհետև շրջափակում Այսինքն պետք է հակադարձումը լիներ։ Հիմա նայեցեք իշխանության բարակայում։ Եվ իշխանության բարակայում, գիտեք, ես ասեմ հետևյալն է, եթե մեր պոտենցիալը, եթե մենք նկատի ունենք, եթե հազար մի բաներ են, մենք պետք է քաղաքական իշխանությանը եւ ռազմական իշխանության մի քանի դեմքերի թողենք ազատ կմեկնաբանեն, թե չէ, բայց դա չի նշանակում լրագրողական, սերոսական խմբերը, ռևանշիզմի, որոնք վերածվել են SS-ական մահվան ջոկատների, այս բանի տակ, պետք է բան անեն։ Իհարկե, պետք է ակադեմիական գիտություն, եթե կա, քաղաքական կուսակցություններ, եթե կան,
ովքեր որ Հայաստանի պետությունը ընդունում են իրողություն եւ գտնում են որ աշխարհում ամենաբարձր բանը Հայաստանի պետությունն է, մայրաքաղաքներից ամենամայրաքաղաքն էլ Երևանն է։ Բարձր է Մոսկվան չի։ Եվ իրենք էլ գուբերնատոր չեն կարող գալ լինելով գավառամիտ ու գավառական։ Եվ ընդհանրապես ուզում եմ հանճարել լինել չեն կարող։ Ուզում եմ ասել, սա ուրիշ հարց է։ Ես արվի, բայց քաղաքական իշխանության ազատ թողեք։ Իրենց գործողությունների մեջ 3 մարդու ձայն պաշտոնական է։ Ասել եմ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը եւ պետության նախագահը։ Հիմա ինչու՞։ Որտեւ այստեղ մենք խնդիր ունենք, որ իրենք սուսուփուս իրենց գործն անեն, որտեւ այդ վիրավորանքների առաջին մասը իրենց է գնում, ինչ որ լինում է, ոչ միայն Բաքվից, դա ինչ որ թե բնական է, անբնական ընդդիմություն չկա ռևանշիստներին, որոնք ֆաշիզացիայի տենդենսներ են ցույց տալիս, սրանք է ռուսական ագենտուրան է, մաֆիան է, նայեցեք շատ զարմանալու բան չկա։ Ուզում եմ ասել ես 3-ը թող, որտեղ նրանց խոսքը, բայց մի պայման կա, մենք երբ կարող ենք դժգոհ լինել, պիտի լինենք։ Եթե ասենք մի 2 տարի հետո հասկանանք, որ երկրում ոչինչ չեն արել օգտվելով այդ բայց ես գիտեմ, որ անում են։ Լավ են անում թե վատ, մեզից էլ է կախված, ինչպես ենք մենք ուղղորդում, ինչպես ենք ճնշում, չագերտավոր, ինչպես ենք իրենց օժանդակում, ինչպես ենք քննադատում, ինչպես որ աշխարհում լինում է նորմալ պետություններում։ Այնպես որ այդ թողենք էլ իշխանությունը։ Այսինքն Բայրամովի հայտարարությունները նմանատիպ դուք համարում եք, որ ավելի հետաքրքիր չեն, ինձ համար փայլուն էր նրա խոսքը, որ ռուսները տեղեկացված են եղել խաղապահ։ Մնացածը Բայրամովն են ինչ խոսել, բայց այդ պարագայում դուք նկատի ունեցեք, Ալիևը հաղթած կողմը Թողաներ Ղարաբաղյան կլանը որ աղել, երկրի ներքաղաքական կյանքը կարգավորում է խոսույթը, արտահայտություն է անում, այնտեղ հա այն Զախարովան զուգահեռ անում, սրանցից մեկը ու սկսում է քննարկում են անցածին ասեցի, չէ, մեր օրակարգը Մոսկվան է թելադրում կամ Բաքուն, մի բան են ասում, ոհմագով վրա են տալիս։ Բայց վարչապետն էլ այդտեղից անմասն չի մնում, չէ, ինչ որտեղ իր ստատուսներով։ Ես ասեցի մենք, չասեցի վարչապետն առանցին, որտեղ ընդհանուր նկատի ունեմ այնպես չի, որ միայն հասարակությունը կա վերլուծաբանները։ Բոլորը։ Ես էլ պայմանագիրը ամեն անգամ ես օրինակ միշտ պատրաստ եմ եղել ու հիմա էլ եմ ուզում քննել տնտեսական, քաղաքական, մշակութային վերափոխումների եւ նպատակը հարությանը ճշմարտությունը ասելը, բայց հարցը ինչ է։ Ես ուր գնում եմ, սկսում եմ Քոչարյան Ռոբերտ, Սերժ Սարգսյան, այսինքն անցյալի բաներով, էլ Ալիև, բայց հասարակությանն է, չէ, դա առաջին հերթին այդ դե էլի որ օրակարգը թելադրում են։ Ես մի հատ Սամվել Բարակ բան ինչ է։ Չէ, չեմ բանի Այդ Կարապետյան կոչված իր աղբոր տղեն եւ այլն եկել են տեսան ես քամին էլ չստացվեց ես սպասում եմ Արա Աբրամյանին երբ են ուղարկելու հերթական Մոսկվայից որ մենք մի 2 տարի Արա Աբրամյանի հարցերը քննենք այսինքն մենք զբաղվում ենք ոչ թիրախային խնդիրներով որտեղ մեզ դնում են այս վիճակի մեջ իսկ ես կուզենայի որ դրա համար օրինակ ասեմ Հայաստանի Հանրապետությունը կարող է ինֆորմացիոն բան բյուրո ստեղծել կամ տեղեկատվության նախարարություն կամ բաժին որովհետև սա պետք է լուծվի որովհետև մենք մեր հարցերը լուծենք մենք ուրիշի հարց ենք լուծում մենք զբաղված ենք Ռուսաստանից ասեցի Բաքվից եւ ռևանշիստներից ուրան տեղափոխված օրակարգի քննարկումը օրինակ անհետ հարցին չեն խոսում մի հատ երկու քաղաքական բաներ անցյալ ներկայացնող բայց այդ երկու քաղաքական անցյալներից ինչպես դուք եք ասում Սերժ Սարգսյանը հայտարարեց որ ամեն դեպքում հաջողված էր իրենց հարցազրույցները քանի որ Նիկոլ Փաշինյանից կորզեցին բանակցությունների բանակցային փաստաթղթերը հրապարակելու Խոստումը կանի, եթե վարչապետը խոստացել է, հավատում եմ կանի, բայց իրենք ուզում են ուրիշ բան, երբ հիմա ես ուղղակի այն օրը ինչ-որ բաներ էր խոսում իրավան, այդ Արմենիկումն ինչ եղավ, որ սա պաշտպանության նախարար ժամանակ ասեց Հայաստանը Արմենիկում ունի սիֆիլիսի վերջնել աշխարհում տալու է, պարզվեց այդ բոլորը սիֆիլիտիկ հայտարարություններ էին, ուր է Արմենիկումը, ինքն էր հայտարարում, ես էլ նույնիսկ մենք էլ միամիտ գիտության ֆիզիկոս բանկար մի օր նստած քննարկում ենք սա հնարավոր է թե չէ կենսաբաններ են ինքն է հայտարարել բայց իրականում ուր է իրեն եմ հարցնում խոսի դրանից խոսի թե ինչու այդ քանի տոկոս ես ուզում ես անգամ խփես որ խփում է
Այս մարդու, այսինքն կարելի է մեկը, որ անընդհատ ճիշտ չի խոսել, քննարկել հարցերը։ Բանն էլ իր այնտեղ ուրեմն մի հատ էլ գրասեղան է ցույց տալիս, բան է, պատկան մարմիններին եմ ասում, չեք ասում այս մարդուն, այդ աշխատավարձով էս քո բանը սարքել։ Վերջ այս հարցերը պետք է բարձվեն, թե չէ։ Ես եղել եմ ուրեմն 23 թվին ուղղակի բախտավիճակվել լինել բանը Ռեյգանի աշխատասենյակում, բանը Կալիֆոռնիայում ռանչո ունի։ Սեղան է, բան է, Ամերիկայի կառավարել, սրա գրքեր լցրած բան է, գիրք եք կարդում, կամ եթե կարդում եք այդ գրքերն եք կարդում։ Ուրեմն ինչ եմ ուզում ասեմ։ Բայց այդ հարցազրույցից ինչ որ մի բան դուք ձեզ համար չառանձնացրեցիք, կարող չէ լինել։ Ես առաջարկում եմ Հայաստան իհարկե հայությունի չի լսելու, ինչպես որ ես տարիներ շարունակ ասում եմ քուրարաքսը պետք է ստեղծվի, շուտ արեք, բայց չլսեց։ Եվ փոսի մեջ հայտնվեց։ Ուրեմն 2002 թվականին էլ այս Նախիջևանի վերաբերյալ բրոշուր եմ տպել եմ կարդացող եղել, չի եղել։ Հիմա բայց դրանք այդ խնդիրներ կան ինք եկել է։ Հիմա ինչ էի ասում հարցազրույցից ինչ որ մի բան ձեզ համար չեմ հիշում, իրենց էլ չեմ ուզում հիշեմ, բայց ես չեմ հասկանում Հայաստանի իշխանությունների նույնիմ բանը, այս մեղմությունները սրանց հանդեպ։ Հազարատ քրեական գործ կա վերեկը։ Կամ ազատեք այդ մարդկանց, ասեք իսկապես սխալ է, կույսեք, կամ էլ հարցը փակեք վերջանա։ Ամեն օր ելնում են իրենցից բաներ են դուրս տալիս, իրենք պետք է պատասխանեն, երկիր կողոպտել են, թե չէ։ Եթե չեն իրավապահ համակարգ հայտարարել, իրենք գողություն չեն արել, իրենց պապական ունեցվածքով անչը։ Այս հարցը պետք է լուծվի իրենց պարապագայով։ Թե չէ կոնկրետ այս հարցը իրենք կանչում են, մեկին կանչում են սալյարքի գողության համար քրեական գործ են քննում, դուրս է գալիս քաղաքական հայտարարություն անում եւ ինչ որ երկրի ուղղորդում։ Զավեշ չի։